Լույս սիրելիներս, եւ այժմ աղաչում եմ քեզ, ով տիկին, որ սիրենք միմյանց, ոչ թե մի նոր պատվիրան եմ գրում ձեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանե ունեինք, եւ այս է սերը, որ ընթանա նրա պատվիրանների, եւ այս է պատվիրանը, որ ի սկզբանե լսեցիք, որպեսզի ըստ այնմ էլ ընթանաք։ Սիրելիներս, եթե նախորդ համարների մեջ Հովհաննես առաքյալը շնորհակալություն էր հայտնում, հիմա այստեղ իր ցավն է արտահայտում, որ եկեղեցու մեջ կա սիրո եւ հարգանքի պակաս։ Ցավոք սրտի, բոլոր ժամանակներում քրիստոնյաների մեջ այս խնդիրը եղել է։ Մենք քրիստոսյանով աղոթում ենք, քրիստոսյանով հավաքվում ենք, մեկտեղվում ենք, բայց երբեմն իրար հանդեպ սիրո եւ հարգանքի պակաս ենք ունենում։ Սերը չի կարելի պարզապես անտեսել, կամ պիտի սիրես, կամ չսիրես։ Միջին վիճակ չկա, ինչպես որ հայտնության գրքի մեջ Հովհաննես առաքյալն ասում է, կամ տաք եղիր, կամ սառը, գոլ երբեք չլինես։ Գաղջ վիճակը, որ չգիտես դու ում պիտի գնաս կամ ինչպես պիտի պահես այդ սերը, շատ վտանգավոր ու վնասակար է։ Դրա համար այս սերը, ասում եմ, մենք սկզբում լսեցինք, այս պատվիրանի մասին մենք գիտեինք, ուրեմն այդ պատվիրանով մենք պետք է ապրենք։ Ինչ էլ որ լինի, մեր մարդկային տկարությունը, ինչ էլ որ թույլ տա մեզ անելու, մենք մեր անձնական շահը ընդհանրական շահից չպիտի գերադասենք։ Մեր անձնական նպատակների համար համայնքը, հասարակությունը չպիտի զոհաբերենք։ Մեր անձնական ձգտումների համար բոլորի վրա ներողություն բարիս համար թքած չպիտի ունենաս, այլ պետք է կարողանաս Քրիստոսի սիրով հասկանալ, ներել, հաշտվել, որպեսզի դու կարողանաս այդ սրբությունը պահել։ Սիրելու ամբողջ խորհուրդը սա է՝ նույնանալ, միանալ, նույնականանալ եւ այդ սիրով ապրել Քրիստոսի մեջ։ Դրա համար ասում է, ով տիկին, ինչ որ լսեցիք, ինչ որ քարոզեցինք, նոր պատվիրան չեմ տալիս։ Այդ սերը, հարգանքը, գնահատանքը մեկը մյուսի հանդեպ պահեք։ Այսօր մենք քրիստոնյաներս առավել կարիք ունենք այս հոգատարության։ Մենք քրիստոնյաներս իրավունք չունենք, շռայլություն իրավունք չունենք մեզ թույլ տալու, իրար ատելու, մեր ժամանակը մսխելու։ Ժամանակը շատ կարճ է, եւ Տերը շատ մոտ է։ Միայն սիրով կարող ենք այդ ժամանակը այնպես անել, որ երբ որ Տերը գա, մենք դատապարտության տակ չհայտնվենք, այլ հակառակը Տիրոջ ընդունելության արժանանանք եւ Տիրոջ սիրո ներկայության մեջ կարողանանք շարունակել ապրել հավիտենության մեջ։